Ինչ կպատասխաներ շարքից 27-րդ ուսուցումը հարցը ինչ եք ուզում որ անեմ ձեզ կամ ինչ ես ուզում որ անեմ քեզ եթե մենք անհատականն ենք բայց Տերը հոգնակի ով ասեց պատմությունը կարդանք որպեսզի հասկանանք ում էր վերաբերվում այս հարցը եւ մեզ ինչքանով է վերաբերվում եւ մենք ինչ պիտի պատասխանենք այս հարցին Մատթեոս ավետարան 20-րդ գլուխ 29-ից 34 հատվածը ընթերցենք որպեսզի հասկանանք համատեքստը ինչի մասին է խոսքը Երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս նրանց ժողովրդի մեծ բազմություն հետևեց ահա ճանապարհին երկու կույրեր էին նստած երբ լսեցին որ Հիսուսն անցնում է աղաղակեցին ու ասացին ողորմիր մեզ Տեր Դավթի որդի իսկ մարդիկ նրանց սաստում էին որ լռեն բայց նրանք ավելի բարձր էին աղաղակում ու ասում ողորմիր մեզ Տեր Դավթի որդի Հիսուսը կանգնեց նրանց կանչեց ու ասաց ինչ եք ուզում որ անեմ ձեզ համար Ինչ եք ուզում որ անեմ ձեզ համար Նրանք ասացին Տեր թող մեր աչքերը բացվեն Հիսուսը գթած նրանց աչքերին դիպավ եւ նրանց տեսողությունն իսկույն վերականգնվեց ու նրանք գնացին նրա հետևից Շատ հետաքրքիր է ամբողջը ինչ էր մտածում Ամբողջը որ սաստում էր այդ մարդկանց ասում էին լռիր ինչ էր մտածում ամբողջը Կույրերը այն ժամանակ կույրերը չէին կարող ոչ մի կերպ ապրել իրենք ողորմություն էին հավաքում եթե հարուստ ընտանիքից չէին իրենց չէին պահում իրենց բարեկամները իրենք ողորմություն էին հավաքում եւ դրանով ապրում էին երբ որ այս կույրերը աղաղակում են դուք պատկերացրեք դուք եք Հիսուսի աշակերտները իր հետ քայլում եք կամ այդ ամբողջի մի մասն եք քայլում եք ու տեսնում եք այս կույրերը աղաղակում են Այդ մենք գիտենք պատմությունը իրանք ինչ էին ուզում բայց եթե այն ժամանակ լիներ մեկը գոռար ողորմիր մեզ Ինչ կհասկանայր Երևի մեծամասնությունը հասկանում են ողորմություն խնդրելը գուցե սխալվում եմ ես բայց շատ հնարավոր է որովհետև Տեր Հիսուսի հարցը շատ հստակ էր մի հատ ճշտենք ինչ եք ուզում որ անեմ ձեզ համար Իսկ ինչ ենք մենք խնդրում Աստծուց Ես իմ նախորդ ուսուցման ոչ թե նախորդ այս շարքի, այլ նախորդ ուսուցումը, որ այսօր տվեցի, արդեն խոսեցի այս մասին, որտեղ նույն թեմայի մեջ էր, եւ կարծես այս վերջին շաբաթները զույգ այս падգամները իրար փոխ լրացնում են, բայց եւս մեկ անգամ այս հարցը տամ. ինչ ենք մենք խնդրում Աստծուց։ Մեր կյանքում կան խնդիրներ, որոնց լուծումը մենք խնդրում ենք Աստծուց։ Եվ խնդիրը ինքը ունի արմատ, ունի ցողուն։ Եթե դու անընդհատ ցողունի վրա ես կանգնում, հա մոլախոտ անընդհատ կտրում ես, ինքը անընդհատ աճում է, անընդհատ կտրում ես, ինքը անընդհատ աճում է։ Պետք է քախանել։ Քախանելը գիտեք որն է։ Քախանելը միայն չի կտրում, քախանը արմատն էլ է հանում։ Այդպես պիտի քախանես։ Այդպես պիտի արմատը հանես այդ խնդրի։ Ցողունը թե արմատը։ Ինչ խնդրի ես բախվել։ Մի քիչ ավելի մանրամասն կասեմ այս անգամ, ֆինանսական, որն է արմատը։ Օրինակ ուսումնասիրեք ձեր շրջապատի մարդկանց, երբ որ ֆինանսական խնդիրների են բախվում, որն է արմատը։ Իմ կյանքում կար մի ժամանակ, որ ես ֆինանսական խնդիրների էի բախվել, եւ ես հասկացա, որ ես ֆինանսական խնդիրներից շատ հեշտ դուրս կգամ, ես այն ժամանակ այսպես բարձր պաշտոններ լավ աշխատավարձ ստացող մեկն է եղել դրանից առաջ, հետո բախվեցի ֆինանսական խնդիրները ու հասկացա, որ այս ֆինանսական խնդիրները շատ հեշտ կլուծվեն, եթե ես գյուղատնտեսությամբ զբաղվեմ, եւ շատ հեշտ լուծվեցին այդ խնդիրները։ Գոնե ոչ թե նախկինի պես սկսեցի աշխատավարձ ստանալ, իմ ընտանիքը հացի խնդիր չուներ։ Եվ մենք ոչ մի բանի կարիք չունեինք։ Բայց ընդամենը այդ միջազգային փորձագետը դարձավ հողի մեջ գործանող։ Ես հասկացա, որ իմ խնդիրը այստեղ է։ Դրսում չի իմ խնդիրը, այստեղ է ներսում։ Գուցե Աստված ինչ-որ բան է ուզում փոխի քո կյանքում։
Գուցե ոլորտը տա ուզում փոխի, գուցե բնավորությունը տա ուզում փոխի, գուցե չգիտեմ, ես չեմ ասելու, ես կարամ ասեմ իմ մեջ ինչը փոխեց։ Բայց լուծվեց խնդիրը, երբ որ ես սկսեցի ճիշտ աղոթք անել։ Առողջական, որն է արմատը։ Շատերը ծայրահեղության են գնում այս հարցում ու օրինակ ամեն հիվանդության հետևում դև են տեսնում։ Ես չեմ հավատում դրան։ Եվ Աստվածաշունչը այդպես չի սովորեցնում։ Կարող է հիվանդություն լինի դևի պատճառով, իհարկե կարա, բայց ինքը դրսևորվում է դիվային ձևերով եւ կարա լինի այդպես, բայց Աստվածաշունչը մեզ չի սովորեցնում, որ ամեն հիվանդություն իր դև ունի։ Եվ օրինակ այս կույրերին, որ բժշկություն եղավ, դևերին չքշեց Տերը, որ կույրերը բժշկվեցին։ Կարա մեղքը լինի հիվանդության պատճառ, իհարկե կարա։ Կարանք ասենք, որ բոլոր հիվանդությունները մեղքի հետևանք են, ոչ, չենք կարող ասել։ Հասկանում եք ինչ է մեզ Աստվածաշունչը սովորեցնում, չկա մի հատ գիծ, կանոն, որ մենք ասենք մեր ֆինանսական խնդիրը սրա պատճառով է, մեր առողջական խնդիրը սրա պատճառով է, այնտեղ ընտանեկան խնդիրը սրա պատճառով է, հարաբերությունների խնդիրը սրա պատճառով է, աշխատանքային խնդիրը սրա պատճառով է, հոգևոր խնդիրներն էլ սրա պատճառով են։ Մարդիկ ուզում են այդպես մեկին գտնեն, ասեն հələ մի հատ ասա էլի, ոնց են գնում կոֆեի բաժակ նայելու, այդ գուշակությունը պիտի դուրս գա մեր ժողովրդի միջից։ Ոնց գնում են մի հատ հələ ասա էլի տենամ ինչ կա, այդտենց մեկ հոգևորներին բռնում են, ասում մի հատ ասա էլի տենամ, գնա Տիրոջ առաջ։ Գուշակությամբ մի զբաղվեք։ Գնացեք Տիրոջ առաջ, ես հավատում եմ, որ Աստված խոսում է, երբ որ մենք իրան ճիշտ հարցեր ենք տալիս, եւ ինքը լռում է, երբ որ մենք իրան սխալ հարցեր ենք տալիս։ Հիշում եք Տեր Հիսուսը քանի անգամ էր լռում։ Եվ քանի անգամ էր խոսում։ Ուսումնասիրեք Աստվածաշնչում, երբ էր ինքը լռում։ Երբ որ իրան սխալ հարցեր էին տալիս, ինքը լռում էր։ Եվ Տերը որ գնում ենք ասում ենք, այս մարդը երբ պիտի փոխվի, որ ես հանգիստ ապրեմ, ինքը լռում է։ Եվ որ գնում ենք ասում ենք, Տեր օգնիր, ես ինչ պիտի փոխեմ իմ ներսում, ինքը խոսում է։ Ինչ ես ուզում որ անեմ, այսօր Տերը մեզ է տալի այս հարցը, ինչ ես ուզում որ անեմ քեզ համար։ Ինչ ես ուզում։ Ինչպիսին են մեր աղոթքները։ Մենք ողորմություն ենք խնդրում, որ այդ օրն էլ ապրենք, թե մենք բժշկություն ենք ուզում մեր կոտրված կյանքերին։ Գիտեք, Տեր Հիսուսը կոտրված կյանքերի բժիշկն է։ Ես այնքան եմ սիրում իր այս ծառայությունը, ինքը տարբեր ծառայություններ արել, ինքը եկել է ամենակարևոր ծառայությունը մեզ փրկելն է, ինքը մեր մեղքերի համար վճարել է, սրանից մեծ ծառայություն չկա, բայց ինչ շատ է դուր գալիս, որ ինքը ոչ միայն մեզ երկնքի համար ասում է, ստեղ տառապեք, հետո կհասնեք երկինք, չէ, ինքը գալիս է ստեղ մեր կոտրված կյանքերը բժշկելու։ Եվ ինքը ասում է, որ իր արքայությունը դա արդարությունը, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Եվ դա չի ասում երկնքում, ինքը ասում է այստեղ, ասում է այնտեղ ու այնտեղ չի, ուտելիք ու խմելիք չի, ձեր ներսում է։ Եվ գիտեք, կոտրված կյանքը լիովին բժշկված է, եթե ինքը այդ մաքրության զգացողություն ունի, սրբության զգացողություն ունի, երբ որ ինքը ունի այդ խաղաղության զգացողությունը իր ներսում եւ ուրախության զգացողությունը, ոչինչ էլ չունենա, իրանից երջանիկ մարդ այս աշխարհում չկա։ Այս երեքը հիշեք, Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքում պիտի բերի արդարություն, խաղաղություն եւ ուրախություն։ Ով որդուն ունի, ամեն ունի։ Ով որդուն չունի, ոչինչ չունի։ Ինչ էլ որ ունի, իրան չի փրկելու, իրան չի բավարարելու, Քրիստոսի մեջ է մեր ամբողջ բավարարվածությունը։ Եվ մենք պիտի քննենք,
Մատթեոս 20:34-ում գրված է Հիսուսը գթած, ինքը գթասիրտ է եւ ինքը այսօր էլ ուզում է քեզ օգնի։ Բայց մի պայման կա։ Առաջին Հովանու 5:14-15 Սա է այն վստահությունը, որ նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, որ լսում է մեզ, ինչ որ խնդրում ենք, գիտենք նաև, որ նրանից ստանում ենք մեր խնդրածները։ Սա վստահություն է։ Տեր, Երանի մեր աղոթքները փոխվեն, ասենք Տեր, սովորեցրու ինձ այս իրավիճակում, որն է քո կամքը։ Ես գիտեմ, որ քո կամքը բարի է, հաճելի ու կատարյալ, որն է քո կամքը։ Սովորեցրու ինձ քո կամքը խնդրել։ Այն չարաճճի երեխաները ասում են, չէ, ես սա եմ ուզում։ Ես աղոթելու եմ այնքան, մինչև դու իմ ասածը անես։ Կարաս ոտերդ էլ խփես գետնին, չարաճճի երեխաների պես ու ասես. Դու պիտի անես իմ ասածը, դու պիտի անես իմ ուզածը։ Բայց քանի դեռ քո աղոթքը իր կամքի մեջ չի, քո աղոթքը չի պատասխանվելու։ Որտեվ ինքը ավելի լավ գիտի։ Ինքը գթասիրտ է։ Ինչի համար ես աղոթում։ Շատ-շատերը, որ մեզ աղոթքի խնդրանքներ են, այս բաժնից հետո մենք աղոթքների խնդրանքների համար ենք աղոթելու, լավ, հոգսերի համար ենք աղոթելու, եւ շատ-շատերը հիմնականում այսքան տարիների ընթացքում երկու հիմնական աղոթք կա, դա բժշկության աղոթքը եւ ապաշխարության աղոթքը, ընտանիքի անդամների կամ, չգիտեմ, հարազատների, բարեկամների ապաշխարության աղոթքը, ապաշխարություն եւ բժշկություն։ Եվ ես հավատում եմ, որ այս երկուսը իրար հետ կապված են։ Մեր եկեղեցում հետաքրքիր վկայություններ կա, ապաշխարությունը գերբնական բժշկություն է բերել։ Չեմ ասում են առաջի անգամվա եկած ապաշխարությունը, որ մարդը սխալ ընթացքի մեջ է եղել, հետո ապաշխարել է իր սխալ ընթացքից, գերբնական բժշկության վկայություններ կան։ Այս երկուսը իրար հետ են։ Բայց մենք պիտի տեսնենք արմատը։ Որն է խնդիրը, որ իմ աղոթքները չեն պատասխանվում։ Ես չեմ ասում, որ բոլոր աղոթքները պիտի նույն ժամանակ պատասխանվեն, բայց կարելի է ասենց աղոթել, Տեր, իսկ որն է խնդիրը։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ մենք պիտի աղոթենք, հիշում եք այն կնոջ պատմությունը կամ այն կնոջ, որ անիրավ դատավորի է հանդիպում, կամ այն, որ գնում է ընկերոջից հաց ուզելու գիշերով։ Տեր Հիսուսը սրանք աղոթքի մասին էր սովորեցնում։ Եվ ասում էր, թակեք այնքան մինչև կբացվի եւ չդադարեք աղոթել։ Ես գիտեմ, որ օրինակ քույրիկի օրինակ գիտեմ, որ իր ամուսնու համար աղոթել է 25 տարի։ Չեմ ասում քոնը այդքան է տևելու։ 25 տարի աղոթել է եւ հետո վկայում էր, ամուսինը ինքն էր վկայում, որ իր կնոջ անդադար թակոցները Աստված լսել է եւ հիմա Աստվածավախություն է իջել իր վրա։ Չդադարեք աղոթելուց, բայց եթե ձեր աղոթքները չեն պատասխանվում, մի հատ տեսնենք, իսկ գուցե մենք սխալ բան ենք խնդրում։ Ես չեմ հավատում, որ ասենք ամուսնու ապաշխարությունը կամ կնոջ ապաշխարությունը սխալ է, բայց գուցե դրան ավելացնենք օրինակ, քանի որ խոսքը ասում է կնոջ պարկեշտ հնազանդ վարքով անհավատ ամուսինը կշահվի, գուցե աղոթենք, իսկ ինչը իմ մեջ պիտի փոխվի, որ նպաստենք այդ գործընթացին։ Այսօր Տերը մեզ է տալիս այդ հարցը, ինչ ես ուզում, որ քեզ համար անեմ։ Եվ մենք պիտի պատասխանենք այս հարցին։ Հետաքրքիր էր, չէ՞, կույրերի հավատքը։ Իրանք հավատում էին, որ ինքը կարա անի։ Ուզում եմ, որ տեսնեմ։ Մեզ համար հեշտ է, քանի որ մենք գիտենք պատմությունը, մեզ համար հեշտ է սա։ Բայց դուք պատկերացրեք այն ժամանակ,
Քայլում է մեկը, որին դուք չեք տեսնում, ուղղակի վստահում եք, որ ինքը կարա կույրի աչքերը բացի, եւ այդ հավատքով մոտենում եք իրան, որ ինքը ասում է, ինչ ես ուզում, չես ասում մի 4 օրվա հաց, կամ մի տարվա ապրուստ, կամ չգիտեմ ինչ որ երկրային բան, ես ուզում եմ իմ խնդրի արմատը, լուծվի արմատից այդ խնդիրը, որ այս խնդիրը գնա իմ կյանքից, եւ եթե ինչ որ բան պիտի փոխվի այստեղ, խնդրում եմ դու կարաս դա անես, հպվիր ինձ եւ բժշկիր ինձ, եթե իմ մեջ չի խնդիրը, այն մյուսին բժշկի, բայց այս խոնարհությունը, լսեք, խոնարհությունը Աստծո աչքին պատվական է, Աստված խոնարհներին շնորհք է տալիս, հպարտներին հակառակ է, եթե դու չգիտես, ես շատ եմ բախվում, իմ կյանքում բախվում եմ իրավիճակների, որ ես չգիտեմ ինչ աղոթել, չթվա թե ամեն ինչ գիտեմ, ես բախվում եմ իրավիճակների, անկեղծանամ ձեզ հետ, որ ծնկներս թուլանում է, ես չգիտեմ ինչ աղոթեմ, սրան էլ Աստված պատասխանում, Հակոբոս 1:5 գրված է, եթե ձեզանից մեկը իմաստության պակաս ունի, եթե դու չգիտես ու քեզ Տիրոջից իմաստություն ա պետք, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է եւ նրան կտրվի։ Իմաստություն խնդրենք։ Մի բան Աստծուց խնդրելուց առաջ առաջարկում եմ իրանից իմաստություն խնդրենք։ Երբ որ չգիտես ինչ աղոթես, երբ որ այնքան ես աղոթել, որ էլ չգիտես ինչ բառերով աղոթես, Աստծուց իմաստություն խնդրի։ Նախ իմաստություն խնդրի, որ ճանաչես նրա կամքը։ Եվ մենք չգիտենք ինչ օրինակ ա ուզում Աստված թողա մեր կյանքի մեջ։ Օրինակ Հոբի կյանքում շատ դժվարություններով անցավ Հոբը, բայց մեզ համար դարձավ քաջալերանք։ Երբեմն Աստված իր ծրագրերն է իրականացնում, իր սիրո ծրագրերը։ Վերջերս պատմություն կերտողների դասընթացն ունեցանք, հրաշալի դասընթաց, եւ ես որոշել եմ, որ քանի որ շատ-շատերը չեկան, քանի որ աշխատանքի պատճառով 4 օր չէին կարողանում առանձնանալ, արդեն իսկ որոշել ենք, որ մեր եկեղեցում այս դասընթացը կազմակերպենք 4 շաբաթ օր։ Իհարկե մեզ ծառայողներ են պետք, ծառայական թիմ ա պետք է այնտեղ, որոնք օգնեն 4 շաբաթ օր մեր եկեղեցում կազմակերպելու ենք այս դասընթացը, որովհետև 4 օր ա տևում, բայց ոչ աշխատանքային օր կանենք, բնականաբար կիրակի չենք կարող, 4 շաբաթ օր կանենք այս դասընթացը եւ բոլոր եկեղեցիներից հովիվների թույլտվությամբ բնականաբար կարող են մասնակցել ծառայողական դասընթաց ասա եւ այս ծառայողական դասընթացը ուղղակի օրհնություն է, ովքեր մասնակցել են կարող են ասել, որ օրհնություն է հոգեվոր աճի, Տիրոջ եկեղեցու եւ ընդհանրապես եկեղեցիների ներսում փոխհարաբերությունների ու ծառայությունների համար։ Եվ այդ դասընթացի մեջ մի օրինակ կար, երբ որ 2 հոգի, որ ավետարան էին քարոզել եւ կրոնավորները Անգլիայում ասա տեղի ունեցել, ուղղակի անունները չեմ հիշում հիմա, իրենց խարույկի վրա այրում են։ Եթե չեմ սխալվում, Աստվածաշունչն էին թարգմանել կամ կարող եմ սխալվել, չեմ հիշում, բայց խարույկի վրա այրում են 2-ին էլ եւ մեջքի կապած ու այն մյուսը ասում է քաջացիր, արդեն մահանում են, խարույկը վառում է ու լսվում է իրանց խոսքերը, ասում է պարոն էս ինչ, այն պարոնով էլ անգլիացիներ էին դասավանդողները հենց այդպես էլ ասեցին, պարոն էս ինչ, քաջացիր, Աստված մի կրակ է վառում, հիմա մի ներողություն, մի խարույկա կամ մի ջահ վառում, իսկ իրանք էին վառվում, որ ոչ ոք չի կարողանալու հանգցնել։ Երբեմն մեր կյանքում
Դժվարությունները գալիս են, որպեսզի կողքից տեսնեն հավատացյալները ոնց են այդ դժվարություններին դիմավորում։ Եվ դու քո դժվարությունների մեջ մի ջահ ես դառնում, դու վառվում ես դրա մեջ, քեզ ցավը դա, բայց դու ջահ ես, որ մյուսների կյանքերն ես լուսավորում, որ քո տառապանքների մեջ երևում է քո հույսը ում վրա ես դրել, որ քո տառապանքների մեջ երևում է, որ դու աշխարհի նման չես վերաբերվում, դու Տեր ունես, քո մեջ Սուրբ Հոգին է բնակվում, Աստծո շնորհը քեզ բավարար է, որ դու անցնես դրանով եւ հաղթանակած դուրս գաս այդ փորձությունից։ Ինչ կխնդրես Տիրոջից, երբ որ նա քեզ այս հարցը տա, այսքան բաները լսելուց հետո, ինչ կասես, երբ որ նա քեզ ասի, ինչ ես ուզում, որ անեմ քեզ համար։ Ես կարծում եմ, որ այսօր ինքը մեզ այդ հարցը տալիս է։ Ես չեմ ուզում մենք շտապենք այս հարցին պատասխանել։ Մենք հավատքով մոտենանք նրան։ Եթե անգամ անհնարինն ես խնդրելու, նրան խնդրի, որովհետև նա անհնարինը հնարավոր դարձնող Աստված է։ Բայց իր կամքը միշտ բարի է, հաճելի ու կատարյալ։ Եվ քանի որ մենք չգիտենք ինչ խնդրենք, ես առաջարկում եմ կանգնենք հիմա ու աղոթ կանենք, որ Աստված մեզ իմաստություն տա, որ մենք ցողունին չնայենք, որ մենք արմատին նայենք։ Ես գիտեմ, որ ամեն մեկի կյանքում կա խնդիր եւ կոտրված կյանքերի բժիշկը այստեղ է, որ բժշկի քո կոտրված կյանքը։ Գոհանում ենք քեզանից մեր Տեր։ Մենք այս հիմքը ունենք քո խոսքի մեջ, որ իմաստության պակաս ունեցողը, երբ որ խնդրի քեզանից դու կտաս։ Սովորեցրում ես Տեր, քո կամքը մեր ցանկություններից բարձր դնելը, սովորեցրում ես Տեր, աղոթել այնպիսի բաներ, որ քո կամքի մեջ է, սովորեցրում ես Տեր, որ ինչպես դու ես աղոթում, մենք մեր աղոթքները ավարտենք, թող քո կամքը լինի եւ ոչ թե մեր արտահայտությամբ, սովորեցրում ես Տեր, որ ժամանակավորի վրա ուշադրություն չդարձնենք, որ այս ժամանակավորը չխլի մեզնից հավիտենականը, այլ մեր գանձերը երկնքում դիզենք եւ մեր աղոթքներն էլ արտացոլեն մեր փափագը քո գործը գործելու, հոգիներ շահելու, քեզ ծառայելու եւ մարդկանց քո սերը արտացոլելու, դուր որ քո կամքի մեջ առաջ մեր աչքի գերանը տեսնենք, հետո ոչ թե տեսնենք դիմացինի աչքի շուղը, այլ կարողանանք հանել, օգնել, որ այդ շուղը դուրս գա դիմացինի աչքից, օգնիր մեզ Տեր, որ խոնարհությամբ քո առաջ ապրենք, հնազանդությամբ քո առաջ ապրենք եւ մեր ամեն գործերի մեջ քո անունը փառավորվի, ինչ որ անենք, ինչ որ ասենք, ինչ որ ծրագրենք, Տեր Հիսուսի անունով անենք եւ քո անվան փառքի համար Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում, ամեն։